չեք գտնի ամենաշատը շահարկված կամ հորջորջված մեկ ուրիշ բառ, քան է աղանդը։ Իմացող, չիմացող պիտակավորում են, հոգևոր մի բան են լսում, ասում են աղանդ է։ Անգամ չիմանալով ինչ է աղանդը, որն է աղանդի բացատրությունը։ Ոմանք աղանդ եւ աղանդերներ բառը իրարից անգամ չեն տարբերում։ Աղանդերները անուշեղեն են նշանակում, դեզերտ են նշանակում։ Իրարից չեն տարբերում, բայց կարծիք են հայտնում, իբրև թե իմաստուն մեկն են։ Մարդիկ կան, որ Սուրբ Գիրք բացած չեն ընդհանրապես, բայց երբ որ Հիսուսի անունն ես տալիս, անմիջապես ասում են, «Էս ինչ աղանդ է»։ Այսպիսի գործընթացին աղանդավոր պիտակավորելու շատ նպաստող եւ իրենց ծանրակշիռ ավանդն են բերում ճակերտավոր սևազգեստ կղերականները, դրանով փորձելով իրենց վերագրած մենաշնորը հոգևոր դաշտում հաստատելու համար, որ իրենք են, որ կան։ Գիտեք, Հայաստանում ամեն ոլորտ մենաշնորված է, հոգևոր դաշտն էլ իրենք են իրենց մենաշնորել, որ իրենք են Աստծո ներկայացուցիչները, ուրիշներ չեն կարող լինել։ Եվ ում են աղանդ պիտակը կպցնում, սուրբ երրորդություն հավատացողներուն, երրորդություն դավանողներին եւ քարոզողներին աղանդավոր են անվանում։ Եվ մեր ժողովուրդը, որ հոգևոր բաներից ընդհանրապես գաղափար չունի, եւ մեծամասամբ այդպես է, նրանց վստահեցրել են, որ եթե մեկը իրենց եկեղեցու հաստատած մարդահնար ավանդությունները չի ընդունում, որոնք են դրանք, մոմ վառել, մատաղանել, անպայմանորեն Մարիամին նկարը ունենալ, խաչամփուրին մասնակցել, եթե այդպիսի բաներ չի անում, ուրեմն աղանդավոր է։ Պիտի ասենք, որ տգիտություն է, երբ որ մի բանի մասին չգիտես, մանավանդ պիտակավոր ես։ Ուրեմն ինչ է աղանդը, տանք բացատրությունը, definition-ը, ընդհանրական նախ, in general, աշխարհիկ ոլորտում էլ կա այդ աղանդ հասկացողությունը։ Մարդկանց մի խումբ, որ պաշտելու աստիճանի սիրում է մի բան կամ մեկին, համարվում է աղանդ։ Օրինակ, Էլվիս Պրեսլիի աղանդը։ Երբ է մահացել Էլվիս Պրեսլին, 1977 թվականին։ Սակայն արդեն երրորդ սերունդն է, պաշտամունք կա այդ անձի հանդեպ։ Մարդիկ հավաքվում են եւ նրանք ոչ միայն սովորական հետևորդներ են, այլ պաշտում են։ Սա աղանդ է, ռուսերենով սեկտա։ Կամ I Love Lucy, ամերիկյան սերիալը կա, չէ՞։ Անցյալ դարի 50-ական, 60-ական թվականներին շատ ժողովրդականություն է վայելել, մինչև այսօր էլ։ Գիտեք որքան հետևորդներ կան, եւ սրանց համար դա պարզ մի սերիալ չէ, այլ իրենց կյանքն է։ Մշտապես հավաքվում են, պարբերաբար, եւ դասախոսություններ են ունենում, միջոցառումներ, հիշարժան տարեթվերն են նշում։ Տեղափոխվենք հոգևոր դաշտ։ Ինչ է աղանդը, հազարամյակներ հաստատված կրոններից դավանաբանական շեղվածները, սակայն դրանք բոլորն էլ իրենց այս կամ այն կրոնի մասն են համարում։ Օրինակ, բահայականությունը իսլամի մեջ համարվում է աղանդ, որտեղ իսլամի հիմնական դրույթները շեղում է։ Անշուշտ մեզ հետաքրողը քրիստոնեությունն է, որի հովանոցի տակ փորձում են մտնել շատ աղանդավորական խմբեր։ Նախքան ծավալվելը սրանց մասին, տեղափոխվենք Տեր Հիսուսի ապրած ժամանակաշրջանը։ Սուրբ գրքում հանդիպում ենք, որ հրեության մեջ կային աղանդներ եւ դրանց ամենաակնառու ներկայացուցիչները փարիսեցիներից զատված խումբներ եւ սադուկեցիներն էին։ Մատթեոս 3:7 համարում Հովանես Մկրտիչը նրանց անվանեց իժերի ծնունդներ,
Սրանք եկել են, որպեսզի ջրի մկրտություն ունենային։ Ուրեմն, այդ փարիսեցիական խումբը, սրանք 6000-ի չափ մարդիկ էին, Պողոս առաքյալն էր փարիսեցի, բայց օրինավոր մի փարիսեցի էր։ Իսկ սրանք շեղված էին փարիսեցիներից եւ միայն ընդունում էին ծեսը եւ ավանդությունները։ Գործք առաքելոց 15:5-ում կարդում ենք. Փարիսեցիների աղանդից հավատացողներից ոմանք ելան եւ ասեցին. պետք է թլպատել նրանց ու պատվիրել, որպեսզի Մովսեսի օրենքը պահեն։ Հակառակ փարիսեցիների, սադուկեցիները մերժում էին ծեսը եւ հիմնված էին միայն օրենքի վրա։ Լիգալիստիկ էին այս մարդիկ։ Դե հիմա ծեսը մերժում են, օրենքի վրա են հաստատած, բայց շատ վատ հավատալիքներ ունեն։ Պիտի ասենք, կարևոր հավատալիքներ չունեն, չէին հավատում մեռելների հարությանը, անգամ չէին հավատում հրեշտակների գոյությանը։ Պողոս առաքյալին հավատաքննության էին ենթարկում, կղերական դասը հավաքված էր, եւ Գործք առաքելոց 23-րդ գլխում 6-8 համարներում կարդում ենք. Պողոս գիտենալով, որ մեկ կողմը սադուկեցիներն են ու մյուսը փարիսեցիները, կաղաղակեր ժողովրդի մեջ. մարդիկ եղբայրներ, ես փարիսեցի եմ, փարիսեցու որդի, մեռելոց հարության հույսի համար կդատվիմ, երբ սա ասավ, փարիսեցիներն ու սադուկեցիների միջև երկպառակտություն ընկավ եւ ուրեմն բազմությունը բաժանվեց։ Քանզի սադուկեցիները կսեն, թե հարություն չկա, ոչ հրեշտակ, ոչ էլ հոգի, բայց փարիսեցիները երկուսն էլ կդավանեին։ Գործք առաքելոց 5-րդ գլուխ 17 համարում գրված է, որ սադուկեցիները աղանդ էին։ Ուրեմն աղանդ են բոլոր նրանք, ովքեր գլխավոր դավանաբանությունից շեղված են։ Հրեզմի տեսանկյունից Հիսուս նկատվեց որպես աղանդավոր։ Շաբաթ օրը հրաշքներ բժշկություններ է անում, ասաց քանդեք այս տաճարը եւ 3 օրվա մեջ կկանգնեցնեմ, եւ նաեւ մեղավորների հետ նստում է եւ ուտում է։ Այս մարդը աղանդավոր է։ Աննա քահանապետը Ֆելիքս կուսակալի առջև Պողոս առաքյալի մասին հետևյալ ասաց, Գործք առաքելոց 24:5-ը, մենք այս մարդուն գտանք ապականիչ եւ խռովարար բոլոր հրեաների, որոնք աշխարհի մեջ են, եւ նազովրեցիների աղանդի առաջնորդ։ Քանի դեռ Պողոս փարիսեցի էր, քահանապետների համար ինքը կարևոր անձնավորություն էր։ Բայց երբ որ ճշմարիտ հավատքին եկավ, դարձավ նազովրեցու աղանդի առաջնորդը։ Այն ժամանակվանից մինչև հիմա որքան ժամանակ է անցել։ 2000 տարի։ Սակայն այսօր էլ սիրելիներ, Հիսուսին ճշմարիտ հետևողներին ինչ պիտակ են կպցնում, ասում են աղանդավոր։ Մի զարմացեք, մի բարկացեք, որտև ճշմարիտ ուղու վրա եք։ Աստված ասում է ամեն պարապ խոսքի համար դատաստան կա։ Այո, աշխարհի կողմից աղանդ նկատված, սակայն ճշմարիտ հավատքի մեջ։ Գործք առաքելոց 28-րդ գլուխ եւ 22 համարում կարդում ենք. Հրեաների գլխավորները Պողոսին ասեցին. կուզենք քեզանից լսել, թե դու ինչ մտքի վրա ես, վասնզի մենք այդ աղանդի վրայով տեղեկացանք, որ ամեն տեղ դրա վրայով են խոսում։ Հիմա Պողոսին հարցաքննում են այս կապակցությամբ, այդ աղանդի վրայով, որ Հիսուս անունով մեկը եկավ, մեռավ, գնաց, հետևում եք դրան, դու բացատրի տեսնեմ։ Ուրեմն Սուրբ գրքում միայն 4 բառեր է գործածված աղանդի համար։ Եվ ինչու Հիսուսի հետնորդներին աղանդավոր նկատեցին։ Հիսուսին տեսնում են որպես մարդ եւ ոչ Աստված։ Հետևաբար Հիսուսի հետևորդները մարդու հետևորդներ են։ Եթե մարդուն են հետևում, ուրեմն աղանդավոր են։ Տեր Հիսուս հաստատեց միակ ճշմարիտ աստվածային դավանաբանությունը։
Այն հիմնված է սուրբ երրորդության վրա։ 3 անձնավորություն, 1 աստվածություն։ Եթե մեկը երրորդությունը մերժում է, էլ առաջ չգնանք, աղանդավոր է, իմացեք։ Եթե մեկը ասում է, որ ինքը աստվածապաշտ է, բայց մեռելների հարությանը չի հավատում, այդ մարդը աղանդավոր է։ Ոմանց հավատալիքը Հիսուսի մասին հետևյալն է, որ Հիսուս Աստծո որդի է։ Լավ, Հիսուս Աստված է։ Ոչ, գրված է, որ Հիսուս Աստծո որդի է։ Այո, փրկության գործի համար Հիսուս որպես մարդ հայտնվեց, ծնունդով աշխարհ եկավ, որպես Աստծո որդի, պաշտոնը կատարեց, բայց Հիսուս Աստված է մարմնով հայտնված։ Մեծ է աստվածպաշտության խորհուրդը, Աստված մարմնով հայտնվեց, ուրիշ մեկը կա, և փառքով համբարձվեց, ուրիշ մեկը չկա, Հիսուս Քրիստոսն է։ Հովհաննես առաքյալը առաջին Թանգարան թղթում 5-րդ գլուխ 20 համարում գրում է, որ ինքն է ճշմարիտ Աստվածը և հավիտենական կյանքը փառքեց Տեր Հիսուս։ Կատարյալ մարդ, անթերի Աստված։ Որքան կարևոր է Տեր Հիսուսի կուսական ծնունդը, ինքը ադամական բնությանը հաղորդ չեղավ, միակ սուրբը, կատարյալ սուրբը, որ երկրի վրա ապրեց, իր մեջ մեղք չկար, իր վրա մեղք չգտնվեց։ Հապա իր հրաշապար հարությունը, եթե չլներ այդ հարությունը, մենք հարություն չպիտի առնեինք, բայց ինքը երկնքի ճանապարհը բացեց, ով որ ինձ հավատա ասաց, թեև մեռնի, պիտի ապրի, նա էլ հարություն պիտի առնի։ Եվ նաև շատ կարևոր է իր մարմնով երկրորդ գալուստը, որտև մի շարք աղանդների մեջ Քրիստոս ներկայացվում է որպես հոգիով եկած երկրորդ անգամ։ Հիսուսի անունը տալիս ես, մարդիկ կնճռտվում են, ցնցվում են, իրենց մտքի մեջ մտածելով, որ այս ինչ աղանդավոր է։ Սատանան մի լավ սովորեցրել է իրեն, ասա փառք Աստծու եւ վերջ։ Երբ որ ասում ես փառք Աստծու, դիմացինիդ մոտ բարեպաշտ մարդու նկարագիր ունես։ Բայց երբ որ Հիսուսի անունն ես տալիս, հո չէ, աղանդավոր է ուրեմն, Հիսուսի անունը տվեց։ Շվեդիայում եղած ժամանակ իմացանք, որ երկիրը ոչ պաշտոնապես, բայց քրիստոնեությունից շատ հեռու է, իրենք աթեիստ են իրենց կոչում։ Եվ եթե մի շվեդացու մոտ ասես փառք Աստծու, շատ հնարավոր է, որ քեզ ասի, ինչու ասեցիր այդ խոսքը։ Դա ինձ վիրավորեց, որովհետև ես աթեիստ եմ։ Հասել են այդ աշճանի։ Սատանան դարերի ընթացքում սիրելիներ միշտ էլ փորձել է քրիստոնեական դավանաբանությունը խանգարել, մեկտեղ հանելով աղանդավորների և տարբեր ուսմունքներ։ Առաջի դարում արդեն կար գնոստիկական ուսմունքը, որով շատերը տարված էին, պետքություն չկար ուրիշ խմբեր հանելու, Միշնադարում էլ պետքություն չկար աղանդներ մեջտեղ բերելու, որովհետև կաթոլիկ եկեղեցին արդեն ճշմարիտ հավատացյալներին հալածում և սպանում էր։ Սակայն երբ որ եկավ Ֆիլադելֆիայի ժամանակաշրջանը, եղբայրասիրության, ճշմարիտ ավետարանչության, երբ որ միսիոներական խմբեր արևմուտքից գնացին, արևելքի և երկրները Աֆրիկա գնացին, հեռավոր Ամազոնի ափերը գնացին, Սատանան սկսեց մեջտեղ հանել տարբեր աղանդների, մեկը մյուսի ետևից։ Ուրեմն մեկ անգամ ևս հստակեցնենք, աղանդը քրիստոնեական ուղիղ դավանությունը խեղաթյուրողներն են։ Սրանք նաև կոչվում են հերձվածողներ։ Հունարեն աղանդ բառը հերեսիա բառն է։ Ծանոթ է այս բառը։ Անգլերենով heresy, նույն բառն է, որ նաև նշանակում է հերետիկոսություն, հերձվածողություն։ Կարդում ենք Տիտոս 3 գլուխ 10-11 համարները։ Հերձվածող մարդուց մեկը, որ քրիստոնեական ճշմարիտ դավանաբանությունը խեղաթյուրում է, առաջին և երկրորդ անգամ խրատելուց հետո ետ քաշվե, գիտենալով, որ այդպիսին խոտորած է և մեղք է գործում ինք իրեն դատապարտելով։
Պողոս զգուշացնում է կորինթացիներին։ Առաջի Կորինթացիս 11:19 1 Corinthians ասում է. հարկավ ձեր մեջ հերձվածողներ պիտի լինեն, որպիսի ձեր մեջ եղող ընտիրները Երևան, այսինքն նրանք ովքեր որ ճշմարիտ են, հայտնի լինի։ 3 դասակարգի աղանդներ կան։ Սրանք միշտ էլ փորձում են քրիստոնեական ծածկոցի ամբրելայի տակ մտնեն, բայց բոլորն էլ երրորդությանը ուրանում են։ Ուրեմն առաջի դասակարգումը մեծ շնաձկերը կամ գայլերը, Եհովայի վկաները, մորմոնները, սրանց մասին բազմիցս խոսել ենք, շատ լավ գիտեք, Christian Science, քրիստոնեական գիտություն։ Մեկը եթե տեղյակ չի, պիտի ասի, որ լավ բան կլինի, քրիստոնեական գիտություն։ Սուրբ գրքի հետ, Քրիստոսի հետ, բոլորովին կապ չունեցող մի աղանդ է սա։ Scientology, Ռոն Հաբերտանով մեկը սա հաստատեց, եւ Հոլիվուդի հայտնի աստղերը այնտեղ են։ Ովքեր են? Tom Cruise, Johnny Travolta, անգամ բազմակի մարդասպան Charles Manson-ը նրանց անդամն է։ Երկրորդ խումբը սրանք միջակ աղանդներ են։ Այդ տրամագծին չեն հասել, որ մեծերի մեջ մտնեն, ուրեմն միադավան արդիականություն, Unitarian liberalism, այսպես է կոչվում, ասում են մեկ Աստված կա եւ իրենք ազատ են։ Ինչ որ կուզեն կանեն, որովհետեւ իրենք իրենց Աստծուն պաշտում են։ Թեոսոֆի այս բառը հունական ծագում ունի, թեո նշանակում է Աստված, սոֆի նշանակում է իմաստություն։ Աստվածային իմաստություն, բայց այնտեղ սատանայական իմաստություն կա, դիվական իմաստություն։ Եվ այս աղանդի հիմնադիրը Մադամ Հելեն Բլավատսկայան է եղել, որ 1875 թվականին Ռուսաստանից գնացել է Միացյալ Նահանգներ եւ Նյու Յորքում աղանդ է հիմնել։ Ինչ է ամբողջ էությունը, հոգեզմայլություն, էքստասների մեջ են ընկնում մարդիկ։ Այդպիսի վիճակ է սատանան իրենց բացում, հետաքրքիր է, կին է այս Բլավատսկայան իր մահից հետո այդ աղանդի առաջնորդ դարձավ Անի Բյուզանդ եւս մեկ կին։ Փոքր աղանդներ, նոր խորհուրդ, new thought, եւ մարդիկ գիտեք միշտ նոր բաներ են, չէ՞, փնտրում։ Նոր մտածողություն։ Եվ ինչ է այդ մտածողությունը, ձգտում են, որ մարդը գերագույն մտքի հետ կատարելապես պիտի նույնանա։ Դե լավ ինչ անի, իրենց բերած աղբը անդադ լեցվի այդ մարդու մտքի մեջ, այդպես պիտի գերագույնին իրենք միանան։ Անունով, իրենց կեցվածքով հրապուրիչ են թվում, մարդկանց իրենց մեջ կլանում են, հետո դարձնում են սատանայի բաժին։ Ուրիշ մեկ աղանդ, ես եմ հզոր, the mighty I am, պատկերացնում եք, մեկը որ ասում է ես եմ, դա միայն Տեր Հիսուսն է, սկսած ելից գրքից, միջև Հովանու ավետանը բացեք, ես եմ, ինքն է միակը, բայց ահա, այսպիսի աղանդ է մեջտեղ եկել։ Անթրոփոսոֆի մի ուրիշ աղանդ, շատ վտանգավոր, ասում են, որ քրիստոնյան մեսիան է, Քրիստոսը վերամանավորված։ Եվ երկու նկար են դնում, կանացի մի նկար, գեղեցիկ, քրիստոնյան է, եւ Քրիստոսի մի նկարը, կարծես ձկնորսի նման երկար մորուքով, հիմա ասում են, տեսեք այս երկուսից որն է, որ կարևոր է։ Եվ ընտրում են քրիստոնյային։ Սա էլ այսպիսի մի աղանդ, անշուշտ սրանց մասին խոսալ անգամ զզվանք է առաջացնում, բայց պետք է ձեզ ասենք, որպեսզի գոնե այս անունները իմանալով մշտապես զգուշանաք։ Սրանք բոլորը մարդու հնարածներ են, թիկունքում կանգնած է սատանան։ Հովհաննես առաքյալը այսպես է գրում առաջի ընդհանրական թղթում 4 գլուխ առաջի 3 համարները։ Սիրելիներ, ամեն հոգու մի հավատացեք, հապա հոգիները փորձեք, թե արդյոք Աստծուց են, վասնզի աշխարհի մեջ շատ սուտ մարգարեներ ելած են։ Սրանով կարող ենք ճանաչել Աստծո հոգին,
Ամենով որ Հիսուս Քրիստոսը ուշադրություն մարմնով եկած կդավանի, ոչ թե հոգով, ոչ թե վերամաննավորումով, Աստծուց է, եւ ամեն ով որ Հիսուս Քրիստոսը մարմնով եկած չի դավանում, նա Աստծուց չէ, եւ սա ների հոգին է, որի համար լսեցինք, թե պիտի գա եւ թե աշխարհի մեջ է։ Այն ժամանակվանից մինչև այսօր այդ հոգին կա, որպեսզի խեղաթուրեն Քրիստոսի մարմնով երկի վրա գալը։ Մարդու փրկության համար ով իր կյանքը զոհեց։ Ջոզեֆ Սմիթը, Չարլզ Ռասելը, Էլեն Վայթը, թե Մերի Բեյքեր Էդին։ Սա էլ քրիստիան սայենտիստների հիմնադիրն է, իդեպ ասել է, կին է, ասել է, որ Աստծուց միայն իրեն է տրված մենաշնորը Սուրբ Գիրքը վերծանելու։ Այսինքն երկրագնդի վրա ոչ մեկը կարդալով չի հասկանա, միայն ինքն է, որ պիտի բացատրություն տա։ Այս բոլոր նշված անձերը, բոլորն էլ մեռան, իրենց մարմինները գերեզմանի մեջ փթեցին եւ իրենք դժոխքում են, սպասում են այն ահեղ օրվան, որ Քրիստոսի գայի առջև պիտի գան, Ճերմակաթոռի դատաստանին պիտի ներկա գտնվեն, պիտի դատվեն եւ ծծումբով այրված կրակի լիճը պիտի գցվեն։ Հովհաննես առաքյալը նաեւ գրում է հետեւյալը. Առաջի Հովանու 5:12 Նա որ որդուն ընդունած է, կյանք ունի, եւ նա որ որդուն ընդունած չէ, կամ մերժում է, կյանք չունի։ Աստծո խոսքը սիրելներ բազմաթիվ զգուշացումներ է մեզ բերում մոլորեցնողների համար։ Կարդանք մի երկուսը։ Պետրոս առաքյալն է գրում հետևյալը. Երկրորդ Պետրոս 2 գլուխ առաջի 3 համարները։ Սուտ մարգարեներ կային ժողովրդի մեջ, ինչպես ձեր մեջ ալ սուտ վարդապետներ պիտի լինեն, որոնք գաղտնուկ պիտի մտցնեն կորստաբեր հերձ վածողություններ։ Եվ իրենց ծախուառնող տերը ուրանալով իրենց վրա պիտի բերեն արագահոս կորուստը։ Շատերը նրանց կորստական ընթացքներին հետևեն պիտի երթան, որոնց համար ճշմարտության ճամփուն պիտի հայոյեն։ Եվ ագահությունով, խորամանկությամբ, հնարված խոսքերով ձեզ պիտի շահագործեն, որպեսզի դատապարտությունը անոնց մեջ պատրաստ լինելով պիտի չուշանա, եւ անոնց կորուստը պիտի չմրափի։ Նրանց վրա պիտի գա այս դատապարտությունը։ Երկու համար էլ կարդանք Տիմոթեոսին գրված նամակից, 2 Տիմոթեոս 4 գլուխ 3-4 համարները։ Վասնզի ժամանակ պիտի գա, որ ողջամիտ վարդապետությանը պիտի չհամբերեն, հապա հաճելի բաներ լսելու մարմանջով իրենց ցանկությունների համատ վարդապետներ իրենց պիտի դիզեն եւ ճշմարտությունից իրենց ականջները պիտի դարձնեն ու առասպելների ետևից պիտի երթան, ով որ հեքիաթ է պատմում, շատ ավելի ընդունելի է։ Հեքիաթներ, պատմություններ։ Բայց դու ամեն բանի մեջ արթուն կեցիր, նեղությունների համբերե ավետարանչի գործե քու պաշտոնդ կատարե Տիմոթեոսին այսպես է գրում Պողոս առաքյալը։ Ուրեմն աղանդ են համարվում բոլոր նրանք, բոլոր այն խմբերը, չասենք եկեղեցի, երբեք, որովհետև նրանք եկեղեցի չեն, եկեղեցին Քրիստոսի մարմինն է, եկեղեցին ճշմարիտ վերստին ծնունդ ունեցող հավատացյալների միությունն է։ Ուրեմն աղանդ են բոլոր նրանք, ովքեր մերժում են Սուրբ գրքով հայտնված Քրիստոսի հաստատած ճշմարիտ դավանաբանությունը։ Այս ամենը շատ տարածական խոսեցինք։ Ուշադրություն դարձնենք նաև հետևյալ հանգամանքին, որ հնարավոր է մեկ անձ կամ մի եկեղեցի ճշմարիտ դավանաբանություն ունենա, սակայն իրենց վարդապետության մեջ շատ ոչ սուրբ գրային բաներ ունենան, որոնք նկատվում են որպես աղանդավորական կեցվածք։ Աղանդավոր չեն, բայց իրենց պաշտամունքի մեջ աղանդավորություն ունեն։ Կողոսացիս 2 գլուխ 8 համար։ Զգուշացեք,
Չլինի, որ մեկը ձեզ գերիվարե փիլիսոփայությունով ու փուչ խաբեությունով, որ մարդկանց ավանդության պես է եւ ոչ թե Քրիստոսի վարդապետության պես։ Մարդկային ավանդություններ։ Եվ կարևոր չէ այդ ավանդությունները ումից են գալիս։ Հավատքի հայրերը այս ավանդությունները դրել են։ Դրանք Սուրբ գրքի մեջ գրված կան, չկան, ուրեմն դրանք մեզ համար, որպես ճշմարիտ հավատալիք չեն կարող ծառայել։ Հոգ չէ, որ հավատքի հայրերն էին։ Եթե ուզում եք, որ Աստծո կողմից վստահված, հաստատված հավատքի հայրեր, բոլոր առաքյալները, բոլոր ավետարանիչները, նրանք ովքեր գրեցին, ահա այս գրություններն են մեզ համար փաստ են, որոնք նաև որպես օրենք են ծառայում, որտեղ ամեն մեկ խոսքը Աստծո բերանից ելած խոսք է։ Հակոբի ջրորի մոտ Տեր Հիսուս հանդիպեց սամարացի կնոջը, եւ գիտեք այդ հանդիպումը շատ պտղաբեր եղավ, այդ կինը իր փրկությունը ունեցավ։ Հովանու 4 գլուխն է սա, կարդանք 23-24 համարները։ Տեր Հիսուս այսպես ասաց. Ժամանակ պիտի գա ու հիմա էլ է, երբ ճշմարիտ երկրպագողները երկրպագություն պիտի ունեն հորը հոգով ու ճշմարտությունով, վասնզի հայրը իրեն այսպիսի երկրպագողներ կուզե։ Աստված հոգի է ու իրեն երկրպագողները պետք է որ հոգով ու ճշմարտությունով երկրպագություն անեն։ Հոգով, Աստծո հոգով պիտի երկրպագվի։ Եթե մեկ այդ հոգին չունի, պաշտամունքի է մասնակցում, ինչ օգուտ, պարապ է, ճշմարտությունով, որ ճշմարտությունով, այն ինչ որ Սուրբ գրքի մեջ գրված է։ Բայց եկեք քննենք տեսնենք այդ ավանդությունները, որոնք դարեր ի վեր գալիս են ու չեն վերջանում, փորձել են ժամանակի ընթացքում հեթանոսական այդ ծիսակատարություններին կցեն քրիստոնեական տոները, որպեսզի հինը մոռացվի։ Սակայն ոչ միայն չի մոռացվել, հինը ավելի դարձել է գերակա մարդկանց համար։ Հիմա ասեք տեսնեմ, մարդիկ ավելի շատ գիտեն վարդավառը, թե Տեր Հիսուսի հրաշափառ այդ պայծառակերպությունը, որ մեկը գիտեն։ Անշուշտ որ վարդավառը եւ սքեմ հակած կրոնականներն էլ քաջալերում են նրանց, ջուրն էլ օրտնում են, որ իրար վրա լցնեն։ Իրար վրա ջուր լցրեք, որպեսզի օրտնվեք։ Տրնդես, կրակի վրայից թռչել։ Համատեք տրնդեսը եւ տյարն ընթարաճը, Քրիստոսին ընթարաճ գնալ։ Ինչի անալի մի դրվագ է, չէ, Սուրբ գրքից վերցրած։ Բայց մարդիկ գիտեն տրնդեսը։ Կրակը վառում են, առաջինն էլ նրանք են վրայից թռչում։ Թող զգուշել են, էլ իրենց փեշը հանկարծ չայրվի։ Ջանգյուլում, թե համբարձման տոն, ասեք տեսնեմ։ Եվ այսպիսի բաներ շատ կան։ Հապա այնպիսի հերձվածող հավատալիքներ, ինչպիսին է մեռելների համար աղոթ քանել։ Ըստ իրենց հայացողության, իրենք են ուղարկում, աջակողմյան դասին են դասում։ Եթե իրենց դուր չգա, հետևա կարող են նաև ձախակողմյանին էլ դասել։ Բայց ինչ ասում Աստծո խոսքը։ Եբրայեցիս 9-րդ գլուխ 27 համար, Հիբրուս, մարդուն սահմանված է մեկ անգամ մեռնել, որից հետո դատաստան։ Այս կյանքի մեջ է վճռվում ամեն բան։ Տիրոջ հետ պիտի լինես, եթե ապաշխարեցիր, սիրտդ Հիսուսին տվեցիր, վստահաբար, երկինք պիտի գնաս եւ հավիտենական կյանք ունես։ Բայց եթե մերժեցիր, ծաղրեցիր, արամարեցիր, անարգեցիր, ի վերջո աշկերտդ կբացես այնտեղ, որ երբեք չէր ուզենա գնալ, ծծումբով այրված կրակի լիճն է։ Հետևաբար, քավարանի գոյությունը, այս գաղափարը ծիծաղաշարժ է։ Կա այսինքն մի տեղ, որ կոմպրոմիսային տեղ է, այսինքն այս կյանքի մեջ մարդը չփրկվեց, բայց գնաց քավարան, այնտեղ ժամանակներ հետո ինքը իրեն մաքրում է ու մտնում է երկինք։ Երեխաների համարել են ստեղծել լիմբո է կոչվում դա։ Խաչի եւ սրբապատկերների պաշտանմունք կաթոլիկ եկեղեցին 788 թվականին սա դրեց։ Խաչի պաշտանմունք։ Մենք պաշտում ենք խաչալին,
խաչալն է համբուրելի, խաչի վրա կատարված գործն է օրհնյալ, բայց խաչը ինքը իրենից մահվան մի գործիք է ներկայացնում։ Baptism of bells, զանգերի օծում մկրտություն։ Մեղքերի թողության վկայական տալ 1184 թվականից մարդասպաններին, հասարակությունից մերժված մարդկանց որպես հանցագործ, գողավազակ սկսեցին տալ ինդուրգենցիա, այսինքն մեղքերի թողության վկայական։ Գնացին, այդ կղերներին փող տվեցին, վկայական առան, եւ այլևս մեկ իրեն չի կարող ասել դու մեղավոր ես, դու նախկինում մարդասպան ես եղել։ Վկայականը ցույց է տալիս։ Մեղքերի թողություն միայն տալիս է Տեր Հիսուս իր արյան միջոցով։ Հիսուս Քրիստոսի արյունը մեզ բոլոր մեղքերից կսրբի։ Ուրիշ ոչ մեկ միջոց չկա։ Նաև փրկություն ոչ միայն հավատքով, այլ անպայմանորեն գործերով։ Ուրեմն այդ դեպքում իզուր տեղն ենք Հիսուսին հավատացել, կամ մեր հավատքը բավարար չէ փրկվելու համար գործեր պիտի անենք, ընդամենը մեկ համար բերենք Աստծո խոսքից, եւ այս մեկ համարը ջախջախում է այսպիսի մի սնոտի գաղափարը։ Եփեսացիս 2 գլուխ 8-ից 10 համարները։ Շնորհքով, այսինքն ձրի պարգևով, փրկված եք հավատքի միջոցով, եւ սա ոչ թե ձեզանից է, այլ Աստծո ձրի պարգևն է, ոչ թե գործերից, որ մեկը չպարծենա։ Բայց մենք Հիսուս Քրիստոսով ստեղծված ենք բարի գործերի համար։ Այո, անշուշտ այդպես է։ Մենք չենք գործում փրկվելու համար, բայց փրկվում ենք Հիսուսի արյունով գործելու համար, բարին անելու համար։ Ահա սկզբունքը։ 1545 թվականին մի ուրիշ խայտարակ բան մեջտեղ բերեցին, բացայտ մարդկային որոշում, որ ավանդություններն ու սովորությունները հավասար են Սուրբ գրքի հեղինակությանը։ Այսինքն, այս հեղինակությունը Տիրոջ բերանից, որ մենք ստացել ենք եւ գրվել է, մեր ձեռքն է տրվել, ավանդություններն ու սովորություններն էլ հավասար են Սուրբ գրքին։ Աստծո խոսքը ասում է. վայ նրան, որ այս խոսքերի վրա մի բան ավելացնի, Աստված էլ նրա վրա պիտի ավելացնի այն հարվածները, որոնք պիտի գան։ Հետևաբար զգուշանալ է պետք։ Եվ այսպիսի բաներ շատ կան, կամ 2000 տարի առաջ միակ ճշմարիտ մատաղը եղավ։ Զոհը համայն մարդկության համար, Հիսուս Քրիստոսը, աշխարհի սկզբից առաջ որոշված, մորթված գառնուկը եկավ, մեկ ընդմիշտ, մեկ պատարակով մեղքը վերցրեց, բայց 1700 տարի է մատաղ ենք անում, ազգովի մատաղ ենք անում, եւ անունը դնում են աղքատած կերակուր։ Եթե աղքատած կերակուրը լավ եք անում, որ աղքատներին կերակրում եք, տանդ պատրաստի այդ կերակուրը, տար անգամ թաքուն այդ աղքատներին կերցրու, որ Աստծո մոտ վարձք ունենաս։ Բայց եթե անասունին տանում ես կղերի մոտ, որ նա մի հատ օրհնի ու սրբի, եւ օրհնված էլ աղ կերցնի, ինչ ես դու անում դա։ Զոհ ես անում Աստծուն, անընդունելի մի բան է։ Քրիստոս մեր զատիկը մեզ համար զոհվեց, գրված է Առաջին Կորինթացիս 5-րդ գլուխ եւ 7 համար։ Այն ինչի մասին հիմա պիտի պատմեմ, չգիտեմ ինչպես կորակեք, զարմանք, տարակուսանք, զայրույթ, գեղարդի պաշտամունք։ Գիտեք ինչ է այս գեղարդը, որ խաչի վրա Տեր Հիսուսի կողը գեղարդով խոցեցին, իբրև թե այդ գեղարդը իրենց է հասել եւ դրա պաշտամունքն են անում կղերները մեծ թափորով եւ մարդկանց բազմություն պիտի տեսնեք, միայն իրենց թափորի հետևից գնում են, երկրպագում են, էլ խոնարհվում են գեղարդին, ասում են, որ բժշկելու հատկություն ունի։ Ուրեմն կենթանի Աստվածը բժիշկների բժիշկը չի կարող բժշկել, գեղարդին գնալով պիտի բժշկվեն։ Մարդիկ իրար վրայից թռնելով, իրար գլխի վրա ելնելով, ուզում են, որ գեղարդին դպչեն,
Եվ նրանց մեկը չի ասում, որ այս ինչ եք անում, սա կռապաշտություն է, գեղարդի պաշտանմունք։ Թվոց 21-րդ գլխում Numbers Աստված Մովսեսին ասաց մի պղնձե օձ սարքի։ Կարդանք 5-ից 9 համարները։ Ժողովուրդը Աստծու դեմ ու Մովսեսի դեմ խոսեցին ասելով. Ինչու մեզ Եգիպտոսից հանեցիր, որ անապատի մեջ մեռնենք, քազի հաց չկա, ջուր չկա։ Այս չնչին հացից մեր սիրտը զզվել է։ Ուստի Տերը ժողովրդի վրա կիզող օձեր ղրկեց, որոնք խացին ժողովուրդը, այնպես որ Իսրայելեն շատ ժողովուրդ մեռավ։ Ժողովուրդը Մովսեսին եկան եւ ասին. Տիրոջ դեմ ու քու դեմդ խոսելով մեղանչեցինք աղոթ քրե։ Տիրոջը, որ մեր վրային օձերը վերցնե։ Մովսես ժողովրդին համար աղաչեց եւ Տերը ասավ Մովսեսին. Քեզ կիզող օձը շինե եւ զանիկա ձողի վրա դիր, ով որ օձեն խացվի, անոր թող նայի եւ ապրի։ Եվ Մովսես պղնձե օձ շինեց ու զանիկա ձողի վրա դրավ, երբ օձը մարդուն կխացներ եւ մարդը պղնձե օձին կնայեր, անմիջապես կարող չանար։ Ուրեմն անապատում այս բանը եղավ եւ Աստված մարդկանցից հավատք էր սպասում։ Հավատքով պիտի նայեն բժշկվելու համար։ 800 տարիներ այդ պղնձե օձը պաշտեցին։ Միջև որ Եզեկիա բարեպաշտ թագավորը եկավ եւ ահա տեսեք թե ինչ տեղի ունեցավ։ Կարդում ենք 4 թագավորած անգլերենով Second Kings 18-րդ գլուխը 3-ից 5 համարները։ Իր հոր Դավթին ըսածին պես Տիրոջ առջև ուղղություն հրավ։ Ասիկա բարձր տեղերը վերցուց եւ արցանները կոտրեց եւ աստարովտի կուրքերը կոտրեց եւ Մովսեսի շինած պղնձե օձը կտոր արավ, քանզի մինչ այն օրը Իսրայելի որդիները անոր խունկ կծխեին, պաշտամունք էին անում, ու զանիկա Նեստան կոչեց, այսինքն պղնձի կտոր։ Ասիկա Իսրայելի Տեր Աստծուն ապավինեցավ եւ անկե ետքը Հուդայի բոլոր թագավորների մեջ անոր նման մեկը չեղավ, ոչ էլ անկե առաջ եղողներից մեկը։ Եզեկիա թագավորը վերցրեց եւ այդ կուրքը պղնձե օձը փշուր արավ։ Նույն ձևով այդ գեղարդը պիտի փշուր արվի, որպեսզի պաշտամունքի առարկա չլինի։ Եթե որպես պատմական մի ասենք առարկա են բանում, կարող են տանել եւ իրենց ունեցած թանգարանում պահել։ Բայց մարդկանց հավաքես եւ պաշտամունքի առարկա դարձնես։ Ուրեմն աղանդ շեղում ճշմարիտ դավանաբանությունից եւ նաեւ աղանդավորական կեցված շեղում ողջամիտ վարդապետությունից։ Նաեւ այս օրերին շատ կտեսնեք, կլսեք, որ հավատացյալներից դևեր են հանում։ Հնարավոր բան է սա։ Մեկը որ հավատքով դառնում է տաճար Սուրբ Հոգու, իր մեջ Սուրբ Հոգին է բնակվում, այնտեղ դև կարող է հայտնվել։ Իհարկե որ ոչ, անգամ ասեմ ձեզ, ամուսնալուծված կանանցից կրքի դևն են հանում։ Ինչպիսի խայտառակություններ։ Գետնի վրա ընկնել, թավալվել, ձայներ հանել, աչքերից արցունքներ է գնում, քթից էլ վազում է, եւ իր մոտ անձեռնոցիկ նապկին չունի, ինչ պիտի անի, հագուստի թևքով քիթը կմաքրի։ Հավատացյալին անեծքից ազատել։ Ֆինանսական խնդիրներ ունես, այդպես չպիտի լիներ, բայց եթե ունես, անեծքի տակ ես։ Հիվանդ ես, հիվանդ չպիտի լինեիր, ուրեմն անեծքի տակ ես։ Որևէ բանից կախվածություն, երկարաժամկետ ընտանեկան խնդիրներ ունես, անեծքի տակ ես։ Եվ միայն իրենք են, որ այդ անեծքը կարող են վերցնել, դրա համար պիտի գնաս իրենց մոտ։ Երբ որ իրենց մոտ գնաս, կհայտնաբերես, որ դա մեկ անգամվա բան չէ։ Սեանսներ պիտի անցնես, ժամանակաշրջան, եւ այդ ժամանակաշրջանում քո գրպաններդ կթալանեն։
Այնքան պիտի տաս, որովհետև ուզում են, որպեսզի քեզ անեծքից ազատագրեն։ Եվ սա ասում են generational curse, այսինքն սերունդային անեծք է, որ քո վրա է եկել։ Տեր Հիսուս մեզ ամեն տեսակ անեծքներից ազատեց։ Ինքը մեզ համար անեծք եղավ, որ մենք անեծքից ազատագրվենք։ Գրված է անիծյալ է նա, որ խաչից կկախվի, փայտից կկախվի։ Տեր Հիսուս մեր փոխարեն խաչվեց, մեր մեղքերի վրա առավ, եւ մենք Հիսուսի արյան շնորհիվ ամեն տեսակ անեծքներից ազատագրված ենք։ Կյանքիդ մեջ սիրելիս անհաջողություններ կան։ Երբեք անեծքին մի վերագրի, այլ քո փորձությունների, քո անհաջողությունների մեջ տես Աստծո ծրագիրը եւ նրա օրհնությունները։ Սուրբ գրքից դուրս աստվածպաշտություն չկա։ Ինչ որ գրված է, սրա համեմատ է, որ մենք Աստված պիտի պաշտենք։ Այդքան օրինակները ձեզ բերեցինք եւ տեսակ, դրանք բոլորն էլ Սուրբ գրքից դուրս են, աղանդավորական են։ Ինչպիսին է Սուրբ գրքով մեզ հայտնված պաշտամունքը։ Ինչպիսին էր առաջի դարի եկեղեցին, գործ կառաքելոցը քննում ենք եւ այնտեղ մեզ բացահայտվում է ճշմարիտ աստվածպաշտության կերպը, հոգով եւ ճշմարտությունով։ Ուրեմն, որպեսզի մեկը ճշմարիտ պաշտամունք ունենա, նախ պետք է որ Սուրբ Հոգուց ծնված լինի։ Եվ Տեր Հիսուս Նիկոդեմոսին ասաց. եթե մեկը երկնքից Աստծուց չծնվի, չի կարող Աստծո թագավորությունը մտնել, հետևաբար պետք է ապաշխարել։ Ապաշխարել նշանակում է Աստծուն գալ, ապաշխարել նշանակում է ընդունել իր մեղավոր վիճակը եւ Աստծուն ասել, խնդրում եմ ինձ ների։ Եվ գրված է Հիսուս Քրիստոսի արյունը քեզ բոլոր մեղքերից կների։ Կջնջի մեղքերը, չի հիշելու պայմանով, ձյունի պես ճերմակ կանի եւ դու կդառնաս Աստծո որդի։ Ուրեմն ճշմարիտ աստվածպաշտությունը սկսում է ապաշխարությամբ, Սուրբ Հոգին ունենալով, որից հետո մենք կարդում ենք, որ առաքյալները ինչպիսի պաշտամունք էին անում, ինչ ունեն իրենց պաշտամունքի։ Ծիսական սիստեմ են սարքել, քավլիցի, դրանք երրորդ դարում մեջտեղ եկան։ Աղոթք, հոգով պաշտամունքը, նաև սաղմոսներ եւ հոգեվոր երգեր երգել եւ Աստծո խոսքը։ Այսքան մի բան։ Սա է ամբողջ պաշտամունքը, սա է Տիրոջ առջև ընդունելին։ Այսօր շատ հաճախ այդ պաշտամունքները դարձել են entertainment, մարդկանց զվարճության, իրենց ականջներին հաճելի բաներ, տեսանելի հաճելի բաներ։ 3 կարևոր բաներ պաշտամունք են բնութագրում։ Դա է աղոթքը, հոգևոր երգերը, Աստծո խոսքը։ Եվ նաև ունենք 2 մեծ տրված պատվիրաններ, մեկը ջրի մկրտությունն է, որ մեկ անգամ հավատացյալ իր կյանքի մեջ ունենում է, երկրորդը հաղորդությունն է Քրիստոսի մարմնին եւ արյանը հաղորդ լինել։ Գործք առաքելոց 17-րդ գլխում կարդում ենք, որ Պողոս առաքյալը եւ Շիղան Բերիա քաղաքը գնացին եւ այնտեղ խոսեցին։ Եվ քաղաքի բնակիչները գրված է կատարյալ հոժարությամբ ընդունեցին խոսքը եւ ամեն օր գրքերը կքննեին, թե դրանք ճիշտ են, թե ոչ։ Քննենք Աստծո խոսքով, երբ որ մի բան տեսնում եք, մի բան լսում եք, քննենք, դրանք Աստծո խոսքի մեջ կան, թե ոչ։ Հետևաբար հավատանք այն ամենին, ինչ որ գրված է, մեր աստվածպաշտությունը հաստատենք միմիայն Աստծո խոսքի վրա, ու Աստված պաշտենք հոգով ու ճշմարտությունով։ Տեր օրհնի իր խոսքը եւ ձեզ բոլորիդ ամեն։
Ինքնությամբ անհար Քեդերը թող ծապտան սերքով Ազի դերն եկա